Այն ազգի ճամփան, որի պատմությունը կերտվում է վասն հավատի հայրենյաց, անձնազոհ, փառահեղ հերոսական դեմքերով, վախճան չունի։ Նրանք են, որ հրեղեն լիցք են հաղորդում մեր պատմությանը, մեր կյանքին։ Նրանցով է շարաչում քրիստոնյա մեր նախնիների 60 սերունդների արյունը, որոնք դիմակայեցին բոլոր ժամանակների բոլոր թշնամիներին վայրակ, հեռուվանելով մեր խրճիթներից, մեր հնձաններից, բայց և փրկեցին ու մեզ հասցրեցին երկիրը մեր։ Լեռներն իմ հայոց միշտ էլ հպարտ են, հպարտ լեռները արծվի բույն են դարերին, տուն են հայերին, սիրող սրտերին հույս են լեռները, արհավիրքի դեմ սուր են լեռները, հայերի համար տուն են լեռները, տանտանիքն ու սյունն են լեռները, արևի շող են հայոց լեռները, մայրական սրտով բարորված մանկանան ու ժպիտ են հայի լեռները, մոր սիրող սրտի քնքշանքից հյուսված անհուն կարոտի դեզ են լեռները, միտք են ու խոսք են հայոց լեռները։ Հենց այս լեռներից էր ծնվել նրա խելահեղ հայրենասիրությունը, լեռների նման հպարտ, լեռների նման կանգուն ու անառիկ։ Թաթուլ Ժորժիկի Կրպեյան, հայոց նորագույն ազատամարտի ոգեղեն մի նկարագիր, որ եկավ իր հոգու ճախրանքով, իր անսասան համոզմունքներով հրդեհելու մեր սրտերը, առաջնորդելու, իր կյանքով հյուսելու լեգենդը հայրենիքի ու նրա նվիրյալների մասին։ Ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Թալինի Արեգ գյուղում, գյուղ, որ այսօր իր հպարտ ուսերին է առել Թաթուլ անունը։ Սարերի գրկում ծվարած հայրենի գյուղի թովչանքը մանուկ հասակից արդեն առել էր իր մեջ, ուր ծնողները գաղթել էին իրենց պապերի բնորան Նախիջևանից։ Հոր թաքնված կարոտները, գաղթի մոլոր ճամփաները խոհերով էին պարուրել նրա սևաթույր աչքերը, հյուսելով երազ, երբ պիտի հասնենք լանջերիդ Մասիս։ Ու կանաչ դաշտում իմ ճամփաներին, դեղնած խոտերն են խոնար ու մռայլ, ու նորաբողբոջ ուրենու նման փակված դռներն են իմ ճամփաներին, ու անդունդի պես մռայլ ահարկու անհոգ դեմքերն են իմ ճամփաներին, ու ճամփաների արմատների պես լացող աչքերն են իմ ճամփաների։ Նախնյաց առասպելական պատմությունները կրակներ էին վառել պատանու հոգում։ Գիտեր հայոց բազմադարյան պատմությունը և ինչպես գիտեր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, որին ինքը Թաթուլը մի նոր պատմություն ավելացրեց։ Նվիրում ունեցող մարդ էր, մարդ, որը գիտեր իր առաքելությունը, մարդ, որ գիտեր ինչու համար է ապրում և ինչու է աշխարհ եկել։ Ես պարզապես սիրում էի իրեն, սիրում էի և հայրենանվեր մարդու սիրով, որ տեսնում էի դիմացս կանգնած է լուրջ մի անձնավորություն, ուսանող, որ վաղը
ղեկավարելու է երկիրը։ Փորձության պահին ընտրյալներն են սնուցանում քարաշամբում ելած ծառն այս վսեմ։ Մենք որ մեր արյամբ արբեցրել ենք երկիր հայրենին, մեր կենած ծառը կջրենք կրկին առանց վարանման։ Թաթուլը իր արյամբ ջրեց մեր ծառը, որպեսզի մենք ապրենք, հարատևենք, հայրենիքը տեսնենք ազատ, անկախ եւ խզոր։ Հայաստանի մայր բուհի Արցախյան ազատամարտի 22 նահատակների հիշատակն է հավերժացնում այս խաչքարը։ Պետո Պետրոս Ղևոնդյան, Դեթ Սիմոն Աչիգյոզյան, Դուշման Վարդան, Տիգրան, Ներսես, Մհեր ու Էլի, եւ նրանց հետ Թաթուլը Կրպեյան։ Հայրենիքի 22 սիրասուն զավակ, 22 նվիրյալ, որ ով գիտե գիտնական պիտի դառնային, թե զորավար։ Համալսարանական տարիներին էր, ստեղծեց ազգագրական երգի պարի խումբ, հավաքում, փրկում ու մշակում էր մեր հին երգերը։ Քանի անգամ կեսգիշերին 90 տարեկան խեղճ Գյուլիզար տատին հանել է քնից ու տատ, են երգը նորից պիտի երգես։ Կազմակերպեց ու վերանորոգեց Առուջ գյուղի եկեղեցին, բացման ժամանակ էր։ Ես շնորհավորում եմ մեր մեծ հաղթանակը, որի կազմակերպիչները դուք եք։ Ձեր ձեռքերի, ձեր հոգու, ձեր շնչի ծնունդը այսօր արթնացավ։ 7-րդ դարի անմար եկեղեցին այսօր շնչեց, ծնվեց, ոնց որ ծնվում է մանուկը երկունքից հավերից։ Բոլորս գանք մեր մատաղներով, մեր մատաղները բերենք մատաղ անելու այս սուրբ Առուջի հողում, այս սուրբ եկեղեցու առաջ տնգի գալով, մի ավելորդ անգամ հիշելով, որ մենք ապրում ենք, որպեսզի ապրենք երկար, գոյատևենք, որպեսզի մեր շունչը խառնենք ամբողջ հայքի այս հովին, քամիներին ու գնանք հասնենք դեպի Մասիս ներառնենք։ Տեսեք աղավնին, նոյատաբանին, էգածու կագնած Իսար Տավրոսին։ Տեսեք աղավնին, նոյատաբանին, էգածու կագնած Իսար Տավրոսին։ Ավետից կոտա հայքացերունտին, թե եկավ գարուն թորգոմազարմին։ Ավետից կոտա հայքացերունտին, թե եկավ գարուն թորգոմազարմին։ Երգին բարգացավ, հայրենիք լացավ, մեր ջուրն ու գինին մեզ այրուն դարձավ։ Երգին բարգացավ, հայրենիք լացավ, մեր ջուրն ու գինին մեզ այրուն դարձավ։ Մասմը Պարսկաստան, մասմը Տաչկաստան, մնացին հայեր, անձենան պաշտպան։ Մասմը Պարսկաստան, մասմը Տաչկաստան, մնացին հայեր, անձենան պաշտպան։ Չորրորդ կուրսում էր, ներքին մի ձայն հանգիստ չէր տալիս, տանում էր նրան ճակատագրին ընթառաջ։ Դու պիտի հասնես Գետաշենին, Թաթուլ, ու գնաց ոչ միայն իբրև պատմության ուսուցիչ, 2 տարի մարտնչեց, եղավ հրամանատարն ու մեծ պաշտպանը Գետաշենի։ Նոր տարի էր, Գետաշենի դպրոցի երեխաները ցանկացան, որ Երևանից եկած ամանորի նվերները ընկեր Թաթուլը բաժանի, որովհետև արդար կբաժանի։
Նվերները քիչ էին, իր սուղ միջոցներից ավելացրեց։ Երեխաների ուրախությանը չափ չկար։ Որ մեկը հիշենք, ցերեկը դպրոցում էր, գյուղի ինքնապաշտպանությունն էր կազմակերպում, գիշերը դիրքերում։ Գետաշենի եկեղեցին բոլորին ոտքի հանեց, վերանորոգեց, Երևանում սրբապատկերներ էր պատվիրել, առաջին մոմերն ու մոմակալը ինքը տարավ եկեղեցի, ով գիտե ինչ աղոթք ու օրհնանք էր մրմնջում, լուսեղեն ինչ ապագայի մեր զավակների ու իր ասպրամ դուստրիկի համար։ Հեյ քարեր իմ հայոց, ես ձեր գրկում ծմբած, հեյ հողմեր հայոց, ես ձեր շնչից ծմբած, ախ դուք քարեր, քարեր, միշտ ճնճում եք ինձ հետ, դուք դարեր եք, դարեր, ինքնամոռաց քարեր։ 1991 թվական ապրիլ Գետաշեն Մարտունաշեն Պատմությունը կարծես կրկնվում էր Խորհրդային բանակն իր ողջ հզորությամբ հետևից էլ թուրքը վայրակ ծավալեց տխրահռչակ օղակ գործողությունը հայկական երկու փոքր լեռնային գյուղ գրավելու եւ հայաթափ անելու համար երկու գյուղ աշխարից մոռացված թվում էր պատանդված Ազերիները Գետաշենի Մարտունաշենի մատույցներում կացիններով, դանակներով զինված սպասում էին, որ բանակի հրասայլերը, ուղաթիռները գրոհեն, իրենք էլ սկսեն թալանն ու ջարդը։ Մարտունաշենում Սիմոն Աչիգյոզյանը, դեդը, իր արաբո ջոկատի մարտիկներին հրամայում է ժողովրդի անվտանգ նահանջն ապահովել, ինքը մի բարձր տանիքից գնդացրով մենակ դիմադրում է մոտեցող ոսոխին ու երգում վիրավորվում է կրակում է ու երգում է իր պապերի խանասորի երգը ուխտել են կռվել այդ կռվում մեռնել միայն զենքով է հային փրկություն 55 տարեկան անզուգական դեդի մարմինը մնաց ռմբահարված տան փլատակներում իսկ փարապանց կուրծքն ու կարապի հայրենակարոտ երգը հավերժացավ Մարտունաշենի բարձունքներին։ Գետաշենում Թաթուլ Կրպեյանը, զգալով, որ գյուղը ծնկի է գալիս, նռնակը ձեռքին նետվում է ներխուժող զրահամեքենայի վրա, պատանդ վերցնում օղակ ռազմական գործողության հրամանատարին, գնդապետ Մաշկովին, պահանջելով հեռացնել օմոնական զորքը։ Գնդապետին այլ բան չէր մնում, քան ենթարկվել։ Թաթուլ, անդավաճան ընկեր, կանխազգում էր, խնդրում, պաղատում էր Ռաչին ու Արթուրին, որ հեռանան զրահամեքենայից, բայց նրանք չլքեցին։ Ու մի ամբողջ զորք իր հրամ կազմով, ռազմական նորագույն տեխնիկայով վախեցան, զարուրեցին, չհամարձակվեցին տղամարդու պես դեմ դիմաց բանակցություններ վարել։ Գնդապետը նենգորեն խաբեությամբ երեքին էլ մի կողմ տարավ ու որոտացին դավադիր կրակոցները։ Ես երաս տեսա այս գիշեր, սպիտակ ամպերն էին իջել մազերիս, վախեցա հանկարծ երազս քներ, մազերս մնային սպիտակ ամպերին, սև մութ ամպի պես մութ էր իմ չորզդին, սպիտակ ամպերն էին իջել մազերիս, իմ սև սաթի պես մազերը ձնել, սպիտակ ձյուն էր իջել մազերիս։ Քաջն Թաթուլ, սիրտդ մնաց Գետաշենում, ընկերներիդ հետ, Հրաչի, Արթուրի, մնացիր թևատարած հայրենիքի սիրույն, մնացիր հայրենի արտենի լեռան նման բարձր ու վսեմ, դուք հաղթեցիք Թաթուլ, հաղթեցիք տղամարդու ձեր աննահանջ,
անկոտրում կամքով, ձեր մահով փրկելով ողջ գետաշենը սպանդից։ Դաժան հպարտությամբ հիանում ենք թռիչքիդ վեհությամբ, Թաթուլ, ակնթարթի մեջ որոշումի քո ճիշտ սխրանքով, որ վերջին պահին թշնամուց խլեցիր ռազմական պլանն ու աշխարհն իմացավ այդ մասին։ Տասնյակ ականատես գետաշենցիներ հետո կպատմեն, ինչ կլիներ մեզ հետ, եթե չլիներ Թաթուլը ու նաև Արցախի հետ։ Մեր սրտերը քեզ համար, ձեզ համար հավերժ հուշարձան։ Հետ նայիր, որ արջևդ տեսնես։ Հիշողություններն արցունքներ են ծնում, հիշողություններն ապրեցնում են։ 1991 թվական 4 մայիսի շաբաթ Հողն հայրենի իր գիրկն առավ 5 դյուցազուն զավակներին՝ Թաթուլ Կրպեյան, Սիմոն Աչիգյոզյան, Արթուր Կարապետյան, Վալերի Նազարեթյան, Զարզանտ Հրաչ Դանիելյան։ Հայոց քաղաքական լուսավոր ապագայի միակ ճանապարհի ազգային ազատագրական պայքարի նահատակներ, որոնց ճամփան անցավ Արցախի կրակե գոտիներով, գետաշենով ու մարտունաշենով։ Այսօր նրանց ճամփան անցնում է մեր սրտերի միջով։ Քո ժողովուրդն ու հայրենիքը, Թաթուլ, բարձր գնահատեց քո անուրանալի ծառայությունները, քո սխրանքը։ Երևան 20 սեպտեմբերի 1996 թվական Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար երկրապահ ջոկատի հրամանատար Թաթուլ Ժորժիկի Կրպեյանին հետմահու շնորհել Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, հանձնելով հայրենիքի շքանշան։ Ինքը կնած, ես իր ամեն ինչ իր մանրուն կթողեց ինձ կծկից ու մրմուր, հայրեն ասեր էր, հայրենիքը ծնողներիս բանցր էր կնահատում, ու դրա համար էլ ստոն թողեց ինձ մրմուր, որ միշտ նայեմ։ Տարները Թաթուլս է բերել, փոքր գետաշենից է բերել եւ այստեղ տնջել է ու տեսնում է թիմի հասել են, եղել են ահատին ծառ եւ ինքը ընկան հայրեն ասել էր որ գետաշենից են ասում էր ծառ էր բերում որ տնջերը այստեղ նույնպես մեր հայրիկս մեր ընդեղ ծառերը շատ լավ են, ամեն ինչը մեր չեզ մի անգամ տանիմ ընդեղ կարնանը, ընել կարունը շուտ հասավ, ինքը էլնդի չկարած տաներ և ինքը նեգավ ստեղ իրա հայրենի հողը, իրա հանգրվանը։ Ես ենքան հբարդ եմ որ իմ տղաս թևուր զոհվել է, բայց ժողովրդի համար մի ամբողջ գյուղ է փրկել, Զարսի մեջ գյուղը փրկելը սաղ ժողովրդին գետաշենը փրկել է, գետաշենում մենի կռվել է հերոսաբար և մարդ ընչել է,
Դրա համար էլ ժողովուրդը նրան գնահատել է եւ հերոսի կոչում է շնորհ։ Ես հբարտ եմ իմ տղայով։ Մեր գյուղը շրջապատող սարերի նման վեհ ու կանգուն էր Թաթուլի բնավորությունը։ Նուրբ ու քնքուշ էր քարի տակ թաքնված մանուշակի նման։ Զգայուն էր, լացում էր մանկան նման։ Բոստանում էր խրոխտ արծվի, առյուծի նման։ Նրա մտքերը ճախրում էին, նա չէր տեղավորվում մի փոքրիկ շրջանում, գյուղում, նա տարածվում էր համայն հայության մեջ։ Թաթուլը, չգիտեմ էլ ինչպես բնութագրեմ նրան, վեհություն, մարդկային բարություն, ազնվություն, անմեղություն։ Թաթուլից հետո կարծես ես փնտրում եմ այդ պարզությունը, մաքրությունը, անմեղությունը ու չեմ գտնում։ Կուզեի, որ իմ ժողովրդի մեջ, իմ սերունդների մեջ, մեր ազգի մեջ շատ լինեին Թաթուլներ։ Ես որպես Թաթուլի մեծ եղբայր շատ երախտապարտ եմ, որ իմ աղբերը, իմ եղբայրս ազգային հերոս է ու պարտավորություն եմ զգում իր առաջ, մեր ժողովրդի առաջ, որ այսօր մենք մեր ազգի համար պարտական ենք եղել, պարտավոր ենք, որպեսզի մեր ազգը լավ ապրի։ Իմ եղբայրը ընդհանրապես որպես մեր ընտանիքի որպես փոքր, բոլորից փոքր է, ինքը յուրահատուկ է եղել։ Բոլորս նրան հաշտել ենք, բոլորս նրան ենթարկվել ենք որպես եղբայր։ Իր ասածն է բոլոր դեպքերում, ինքը ինչ ասել է, մենք իր ասածով միշտ շարժվել ենք։ Իր հերոսության համար ես հպարտանում եմ։ Փառք Տիրան։ Այսօր մենք կրկին հավաքվել ենք մեր հոր օջախում, մեր մանկության օրրանում, որտեղ անցել է մեր երջանիկ մանկությունը, որտեղ ծնվել, սնվել, այս հովերի հետ դաստիարակվել է մեր եղբայրը Թաթուլեն։ Ես այսօր հպարտանում եմ, որ ունեցել եմ այդպես եղբայր, որ իրեն կյանքը ստեից առնելով, այս սարից առնելով, այս օջախից առնելով, նվիրաբերել է իր հայրենիքին։ Փառք իրեն հետ հայրենիքին նվիրված բոլոր որդիներին։ Ու փառք են մայրերին, որոնք ծնել են այդպիսի զավակներ։ Մայրիմ հեզ ու բարի, դու ապրող վեհություն, քո թևի տակ ապրող զավակներ կյանքում չի տեսնի դառնություն։ Մայրիմ հեզ ու բարի, դու ապրող վեհություն, քո թևի տակ ապրող զավակներ կյանքում չի տեսնի դառնություն։ Այսօր հավաքվել ենք, ուզում ենք ամենքս մեր երթին պատմել հայոց սարերից ծնված մի առաքինի, մի հզոր մարդու Թաթուլի մասին, իմ եղբոր։ Թաթուլի մասին պատմելը տարիներով էր պատմես, չես կարող ավարտել։ Միայն մեզ ծանր հուշ թողեց ծերունի մորս, հորս, իրենց թախծալի աշկերով եւ մենակ կարոտ մնացինք, որ չկարացինք գոնե իրեն հետ գուրգուրվենք միասին, փաթաթվենք իրար ու պարենք, ոնց որ ինքն էր պարում Թմկաբերդի սարերում ու ախեր անում, որ գոնե մեկ անգամ իր նախնիների ղարսում իրեն քոչարին պետք է պարեր ու կպարեն, թեկուզ իր հետնորդները, փոքր Թաթուլները պիտի պարեն հայկական քոչարին։ Այսքանը որպես անձ, որպես հայ, որպես հարազատ եղբայր Թաթուլի մասին
դաշնագեցը գանամարետի կազգի կացինվոր մավահանը դելուրը կուժեիտ սադեր բյուրավոր ձեր թապացարյան կանչը թողապրի հավեր ամեն հայու համար թողցենի վերեշ ձեր թապացարյան կանչը թողապրի հավեր ամեն հայի սերդում թողցեն վիվերեշ Երգերից սուրբ կարոդով կամավոր դարացար վասնայենյաց դու նատագվեցար ավախ վերքերիդ համար չեղավ դեղ դարաման թողլույս իշնի շիրիմիդ թատուլ կրպեյան ավախ վերքերիդ համար չեղավ դեղ դարաման թողլույս իշնի շիրիմիդ թատուլ կրպեյան բոլոր թռիչքները եւ կապը միակ կապը Գետաշենի եւ Ղարաբաղի Շահումյանի հետ կատարվում էր ուղղաթիռների միջոցով անմիջապես վայրեջքից հետո Թաթուլ Կրպեյանը, որը որ եղել է իմ մարտական ընկերը եւ ես իրան անձամբ շատ անգամ տեսել եմ, մեզ դիմավորել է եւ ճանապարհ է դրել, անձամբ իր հետ շատ շփվելուց տեսել եմ նրա իրոք հայրենասիրությունը եւ այն ինչ որ նա անում էր Գետաշենի գետանշինների համար եւ իր կյանքը որ նա նվիրեց իր ազգին Գետաշենին եւ այն ամենը ինչ որ նա արեց իմ սրտում է որպես մեծ հայրենասեր որպես մեծ մարտիկ ես նայում էի Թաթուլ Կրպեյանի ժողովրդի անսխալ երևակայությամբ նրան կնքել է Գետաշենի արծիվ մականունը որ զոհվեց երիտասարդ հասակում հանուն իր հայրենիքի հանուն մեր երեխաների ապագայի եւ երբ կարդում էի բանաստեղծությունները տեսնում էի ինչքան քնքշանք ու սեր կա այդ բանաստեղծությունների մեջ եւ ինչքան առնականություն ոգու արիություն եւ ուժ դա Աստված որ այլևս մեր երիտասարդները մեր տաղանդավոր երիտասարդները չզոհվեն պատերազմներում իմ հուշերում սրտում մնացել է մեծ տղամարդ որ Թաթուլ հետ շփվում է ու հասկանում է իր դեմը մի մարդ է որ ունի անվերջանալի ուժ որը միշտ աշխատել է որ ինչ մարդը հասկանա որ ինչի համար է ինքը առաջին հերթին տղամարդ էլի Հայաստանում տղամարդը առաջին հերթին ինչ է առաջին հերթը ինքը մտածում էր որ ինքը պաշտպան է պետք է պաշտպանել էլի ինքը ոնց որ թե պապերից դարերից եկել էր ինչա հասկացում էր ինչա ինքը գաղթական է հասկանում եք ինքը հողեր է տվել այդ հողերը պետք է հետ վերցվի այդ հողերը ժամանակավոր աստեղ ինքը մնում այստեղ ինքը հասկանում էր ինչա Հայաստանը իր երկիրն է բայց ինքը ուշքում մուտքը ստեղ չէր այս հողի վրա չէր հայ ուժը նա որ ինչա ինքը դժվար ժամանակին կարել է միանալ ու հաղթել բայց այս ժամանակի այս փոքր ազգը այս մեծ պետության դեմ դուրս գալը այդ պրոստը անհասկանալի բաներ որ ինչա մենք կարող ենք ասենք այտենց մարտիկած Թաթուլից իմանայինք Թաթուլից սովորեինք Թաթուլ դարավերջի մեր հոգու ձայն ազնվասիրտ ու արիական ըմբոստ ոգի ցավակցող ու զորակցող դու մեզ հետ ես քո աղոթքներով ու բանաստեղծություններով քո երգով ու պարով քո կատակներով քո կարոտներով քո արծվենի հայացքով կռունկ է խոր ու զուլալ լալու պատրաստ քո աչքերով քո հայրենի արեգ գյուղն ու գետաշենը կարոտի նժարները քո որ երբեք վեր ու վար չարեցին Արտենի լեռան գագաթին ամեն տարի ապրիլի 21-ին վառվող խարույկների լույսերը հավերժորեն կնայեն Գետաշենի բարձունքներին հոգուտ մորմոքներն ու երազները
կհասցնեն առաստված։ Գետաշենի արծիվն է ննջում այստեղ լեռան լանջին, Հավիտյանս 26 տարեկան։ Ամեն Աստծո լույս առավոտի, ցողերի հետ ու հովերի, արեգակի շողերի հետ, արտենի լեռան փեշերից, հավերժի մեջ արթմնի, կարոտներն են գալիս ու փարվում, քաչ թաթուլի շիրմաքարին, ու նրա հոգու լույսերից մի կայծ, մի աներևույթ թրթիր բերում, խառնում մեր էությանը, որ մաքրվենք ու վեհանանք, որ սիրենք մեր հայրենիքն ու նրա մարդկանց մի քիչ թաթուլի պես ու թաթուլի նման։ Հայրենիքի ազատության սրբազան խորանին, հավիտյան վառվող թաթուլի, նրանց մոմերն ամեն մեկի սրտին, հավատամք ու խորուրդ ունեն մրմնջալու։ Հայ ժողովուրդ, տոկա ու ապավինիր քո վահան հավատին, քո աննկուն ոգուն ու բազուկներին, քո կազմակերպված հավաքական ուժին, քո զորությանը։ Kabale kasi boh